աղբը հլստեղ նայեք, էլի, հանել ու նորից լցել եք ստեղ։ Ես հենց հիմա գտնում եմ Գյուրջան օվկիանոսում, որը այս պահին ցամաքած է, քանի որ հեղեղատարները բացվել են, այս մեքենայի համարանիշով մարդը, եթե ինձ նայում է, իմ մոտ է, ես կոնտակտներս կգրեմ, եկեք տարեք ջուղայի մեկ հասցեից, սա վերջում կտանեմ իմ մոտ։ Հիմա Եվի ցանկացած մտածող մարդ պետքա մտածեր, որ այսօր ամբողջ օրը Երևանի քաղաքապետարանը զբաղվելու էր այս տարածքի մաքրությամբ, որպեսզի կրկին այս աղբը փողոցի մեջից չլցվի հեղեղատարների մեջ եւ կրկին խցանի այն։ Եվ երբ որ Երևանի կոմունալի պետը գլուխը բարձր զեկուցում է Տիգրան Ավինյանին, որ մեր մասնագետները զբաղվում են, տեղային լուծումներ են պետք։ Պարոն քաղաքապետ, տեղային լուծման պայման կգտնենք, արդեն վիոլայի մասնագետների նախնական պայմանավորվածություն ենք, մի հատ գնանք տեղում ուսումնասիրենք, հավանաբար անձրևընդունիչ ցանցերի քանակը ավելացնենք։ Դեր մասնագետները պետք չի զբաղվեն, մի հատ լապատկա ու բան վերցրեք, տրակտոր ու բեռնատար վերցրեք, եկեք քեզ աղբը այս փողոցի մեջից մաքրեք։ Հələ այս փողոցի վիճակը նայեք, 3 բեռնատար աղբ կա ստեղ հավաքված ու հանած այս փնթիությունը, որ հանել եք այս ամբողջ աղբը հլստեղ նայեք, էլի, հանել ու նորից լցել եք ստեղ։ Ինչ տրամաբանություն է պետք հասկանալու համար, որ նորից հենց անձրև լինի, սա գալու է լցվի այս հեղեղատարների մեջ։ Իսկ այս հեղեղատարների պատմությունը հետևյալն է։ Մոտ 10 տարի առաջ շատ կրկնվող քրոնիկ այստեղ այս խնդիրը կար, մարդիկ սարքեցին հեղեղատար այստեղ, 2 մեծ հեղեղատար դրեցին, շատ մեծ խողովակներ կա ներսում, որ այս հեղեղատարներից գնում է ներս, դա արվել է Տարոն Մարգարյանի ժամանակ։ Ես խնդիրը ուսումնասիրել, նոր եկել տեսանյութ եմ անում, ու մի քանի տարի էլ խնդիր չկար, ջուրը գնում էր նորմալ, բայց վերջին տարիներին այս փնթիության պատճառով, որ փողոցները չի մաքրվում, սրա տակը ասֆալտ է, նայեք հələ, ինչքան աղբ կա ստեղ, այս փնթիության պատճառով, աչ ու ձախ, այս փնթի վիճակի պատճառով, քրոնիկ ամեն անձրևից հետո տասնյակ վարորդներ մնում են ջրի տակ ու հələ նայեք, էլի, պարզ չի, որ անձրև լինի նորից, հələ ստեղ նայեք, ասում է լանջերից բերում է, մեր մասնագետները մտածում են ինչ անեն, այս մասնագետները պետք չի մտածեն, ԵԱՍՄ-ի 2 բանվոր է ստեղ պետք, գան ես աղբ ու ավազը տանեն, որ նորից չլցվի հեղեղատարների մեջ ու խցանի, հələ ստեղ նայեք, ինչքան պետք է չսիրես այս քաղաքը, որ երեկվա վիճակից հետո, երբ որ ամբողջ գիշեր այնի մեքենաները այս հատվածից ջրի տակ մնացած ավտոներին էին հանում օվկիանոսի մեջից, մի ամբողջ օր, 2 շաբթի օրով գոնե չկարենաս ԵԱՍՄ-ից մարդ ուղարկես, որ գան այս աղբը հավաքեն, հələ ստեղ նայեք, էլի, հիմա պարզ չի, որ երբ որ լինի անձրև կրկին, այս փալասները, այս ցեխը տակը ասֆալտ է, հələ ստեղ նայեք, սա ասֆալտի մեջ է, այս ցեխը գալու է, այս ասֆալտի մի շերտն է, հասկանում եք, մի գիծն է, այսա հիմա ասֆալտն է, ու հեղեղատարը ցույց տուր որտեղ է, ու հիմա սա նորից որ անձրև լինի, նորից անձրևը քշելու է ու բերի լցնի ընդեղ։ Չգիտեմ, նորմալ երկրում այս ոլորտի պատասխանատուն 1 ժամ էլ չէր մնա իր պաշտոնին։ Իսկ մեր երկրում 1 օր անց նույնիսկ մի հատ ավելով մարդ չի եկել, էլի ստեղ ավլի։ Հələ պարզ չի, որ այստեղից մենք ցեխոտվելու ենք, բայց հանուն Երևանի ցեխոտվենք։ Պարզ չի, որ այս շինարարական աղբը, որ բրդել բերել եք ստեղ, այս նորից բերելու է լցնի ընդեղ։ Պարզ չի, որ սա պետքա մաքրել, այս հատվածով, եթե պետքա բորձյուր շարել, պատնեշ շարել, որ այս հատվածի այս աղբը, այս
չգիտեմ, ես ինչ ավազներ ա շինարարական։ Այսա, քանի որ սա վերևում է, իսկ նա ներքևում, ցանկացած անձրևի դեպքում սա քշելու է բերի եւ լցնի նրա մեջ, հեղեղատարների մեջ։ Եվ կրկին հաջորդ անձրևից հետո նույն օվկիանոսն է լինելու այստեղ։ Ու կրկին այս աղբը, որ հանել այսպես փնթիավարի, անշնորհքավարի։ Այս է ձեր վերաբերմունքը Երևան քաղաքի հանդեպ։ Չգիտեմ, սա վիոլան է, ԵԱՍՄ-ն է, կոմունալ ծառայությունն է, սաղ միասին են։ Այս է ձեր վերաբերմունքը Երևան քաղաքին։ Մենք միջև նկարում ենք տեսանյութը, աղբերները եկան ու գտան ու տանեն իրանց համարները։ Որ ավտովեր մնացել տակը։ Այն սև մարդ չէ, որ հանեցիր ջուր։ Մարդիկ համարը գտան ու ուրախացած հիմա գնում են։ Հիմա նայեք, նորից բանի հələ ցույց տու էլի ավո։ Այնքանա ցեխն ու բանը մնացել, մարդկանց կթվա թե սա ասֆալտն է։ Ստե նայեք։ Պարզ չի, որ անձրև լինի, սա գալու է լցվի ստեղ, կամ ընդեղից է գալու լցվի ստեղ։ Հիմա սենց քայլենք դեպի վերև, նույնը, ասում է լանջերից, մեկը կթվա թե մենք սարերի, այն կողմից լրիվ փակ է, այն պատից չի կարա բան գա, ընդե որևէ լանջ, չգիտեմ ով է տեսնում, ես չեմ տեսնում, պատ է, այստեղ էս փողոցի մեջ հենց, պարզ չի, որ սա գնալու է ու փակի այդ հեղեղատարը։ Արի։ Բայց որպես բոնուս նաև սենց փոսեր ունենք, էլի մենք ստեղ։ Ու այս ամբողջը, հիմա սրատակել կրկին ասֆալտ է։ Նայեք։ Այս ասֆալտ է։ Երևում է, չէ՞։ Հիմա սա քշելու է, ցույց տալու է հեղեղատարը, նորից լցնի հեղեղատարը։ Հələ այս մեկի շերտը, այստեղ շերտը, էլի։ Մի քիչ բարձրանանք։ Այս ամբողջը ասֆալտի վրա է։ Ես չգիտեմ, գուցե սա է GIS համակարգով խելացի քաղաքի նախատիպը, բայց իմ պատկերացումով սա անխնամ ու անտերության մատնված քաղաքի նախատիպը։ Սա հեղեղատարից մի քիչ վերև է, էլի։ Մի քիչ էլ եկեք, մի քիչ բարձրանանք։ Այստեղ բարձր շերտ է, էլի տենց ավազի, որը սելավը տանում է այնտեղ, չգիտենք ով այսենց բորդյուրը քանդել է ու երևի ստեղ ուզել են իրանցով անեն, ինչ-որ բան սարքեն։ Նայեք, ամբողջ բորդյուրները քանդված, որը պահում էր, որ այդ ցեխը չլցվեր այնտեղ։ Նայեք, ժամանակար ժամանակ հանած այդ ցեխն ու աղբն է այնտեղից։ Հանում փոխանակ տանեն աղբավայր, հեսա։ Բերում լցնում են ստեղ։ Սա էլ մաքրած աղբը փողոցի, սա էլ մաքրած աղբը, սա կանաչապատում հիմնարկի բերած կամ, չգիտեմ էլի կոմունալի տերևներն ու ցեխն է, նա ուրիշ տեղից բերած քանդած բորդյուրներով աղբն է։ Հիմա մի քիչ էլ եկեք։ Ընդամենը, եթե մի հատ խողովակ, հələ նկարից տեղ ինչ է էլի կատարվում։ Սա խայտառակության գագաթնակետն է, ընդամենը եթե մի հատ ընդեղից խողովակ գա, այնտեղ
արվի համար տեղ է, տակով չգիտեմ խողովակը աշխատում է թե չէ, նախկինում այս ձորով առու էր գնում ու այնտեղ որևէ շինություն չկա, ընդամենը 100 մետր խողովակա պետք ստեղ գցել, որ այս ամբողջ ջուրը հեղեղի ժամանակ գա ստեղ, նաև վերևի հատվածում մի հատ խողովակա պետք անել, որը ջուրը գնա այնտեղ, ու այս ամենը որևէ մասնագիտական ունակություններ պետք չէ այս ամենը հասկանալու համար։ Այս ամենը հասկանալու համար սրտացավություն է պետք ու աշխատանք կազմակերպելու կարողություն է պետք, որը որ թող մարդիկ դատեն, կա թե չկա։ Շնորհակալություն։